Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները Հայաստանի շահերի համար են, լրագրողների զրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը։ Նա նշել է, որ կառավարությունը այս գործընթացը նախաձեռնել է մեր երկրի գոյության համար, որ տարածաշրջանում որևէ երկիր մեզ իբրև վտանգ չդիտարկի։ Լրագրողները սակայն ազգային ժողովի նախագահին հիշեցրել են, 2 տարի առաջ նա այն համոզմանն էր, որ Սահմանադրության փոփոխությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում պետք է լինի երկկողմանի, եւ մենք փոխենք այն եւ Ադրբեջանը, որն ամբողջ Հայաստանի նկատմամբ հավակնություններ է ներկայացնում բարձրագույն օրենքով, ինչին ի պատասխան Սիմոնյանը հայտարարել է, որ քաղաքական գործչի համար փոխվող աշխարհում չփոխվելը ամենավատն է, որ կարող է պատահել։ Մենք այդ սահմանադրությունը փոխում ենք, որովհետև Ռուսաստանը հիմա կրակում է Ուկրաինայի վրա, Ամերիկան եւ Իսրայելը կրակում են Պարսկաստանի վրա, Իրանը կրակում է միևնույն ժամանակ բոլոր իր հարևանների վրա եւ ինչպես Կարինեն Արտարացի նշեց, Տրամպը ասել է, որ գործում է ուժի իրավունքը։ Ես չգիտեմ մենք կարող ենք թե չենք կարող նման բան ասել, որովհետև մենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բանակցել ենք եւ խաղաղության պայմանագրի մեջ նման կետ չկա եւ խաղաղության պայմանագրի մեջ բոլոր կետերը երկկողմ են։ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութերի հերթական խմբականակը, այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվականները։ Հայաստան է ուղարկվել 4 վագոն պարարտանյութ եւ 1 վագոն հնդկաձավար։ Գնացքը Վրաստանով կհասնի Հայաստան։ Ավելի վաղ Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել ավելի քան 23000 տոննա հացահատիկ եւ ավելի քան 700 տոննա պարարտանյութ։ Սուրբ Զատկին ընդառաջ հապկիթը օրորի ոսկու գին է դառնում առևտրային վաճառքի կենտրոններում, խանութներում այս օրերին համար 1 չափի ձուն վաճառվում է 95-ից 100 դրամ, երկրորդ համարինը 110-ից 120 դրամ։ Ազգային վիճակագրական տվյալների համաձայն այս տարվա հունվարը անցած տարվա ժամանակահատվածի հետ համեմատած ձվի գինը բարձրացել է 11.7%։ Փետրվարը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ձուն թանկացել է 19.2%։ Գյուղոլորտի մասնագետները հապկիթի գնի բարձրացման մի քանի պատճառներ են նշում։ Անցած ամառը ձուն վաճառել են 20-ից 30 դրամով, վնասներ են կրել։ Լոգիստիկայի խնդիրներ կան։ Թռչնի մեծ մասը ներկրվում է Ռուսաստանից, որտեղ կերը թանկացել է։ Մասնագետներից շատերն են նշում են, որ ոլորտը կարգավորված չէ, արտադրողներն էլ Սուրբ Զատկին ընդառաջ անհիմն գինը բարձրացնում են։ Այդ ճյուղը այսօր կապված այդ ամեն ինչը, որ ասում են կերարտադրություն չկա, ճանապարհների հետ կապված ժամանակ առ ժամանակ փակվում են, պահեստային կերի բազայի հարցը չեն լուծում, ինկուբացիոն ձու են բերում Պարսկաստանից մեծ քանակությամբ, թռչունները, բարեկները, հավը կարգավորում էին, հիմա էդ էլ իր հերթին, ավելի շատ սկսել են ներկրելը, քան բուծելը։ Գնաճը մեր ինքնարժեքի եւ լոգիստիկայի կերի եւ այլն թռչկային բարձրացել է։ Եթե տեսնում եք, որ շուկայում սնունդը արդեն բարձրանում։ Մենք ստիպված բարձրացրել ենք։ Ինքնարժեքի մեջ ամենաքանքը կերն է կազմում։ Մանավանդ լոգիստիկ ծախսը այնքան բարձր է, որ ասելը չէ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի կենտրոնների բոլոր աշխատակիցների աշխատավարձը ապրիլի 1-ից կբարձրանա 30%-ով։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը։ Դրան հասել են բյուջետային կարգապահության եւ էֆեկտիվ կառավարման շնորհիվ, այնպես որ մայիսին դուք կստանաք +30% աշխատավարձ։ Եթե ձեզ զանգահարեն եւ որևէ բջջային օպերատորի անունից առաջարկեն ծրագիր ներբեռնել բջջային հեռախոսի մեջ, իբրև թե կապի որակը բարելավելու նպատակով, չվստահեք։ Ներքին գործերի նախարարությունից են զգուշացրել։ Հանցագործները այդ եղանակով փորձում են հասանելիություն ստանալ ձեր բանկային հաշիվներին, իսկ հասանելիություն ստանալուց հետո նրանք կարող են հափշտակել ձեր ֆինանսական միջոցները։ Մարտի 23-ին Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ իրականացվել է արագ արձագանքման այց Երևանի Կայազորային հոսպիտալ զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա։ Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են բուժանձնակազմին եւ զինծառայողին, քննարկել բուժօգնության կազմակերպման հետազոտությունների հարցերը, բարձրացված խնդիրները տեղում ուսումնասիրվել են եւ այժմ շարունակում են անհրաժեշտ քայլերը զինծառայողի իրավունքները լիարժեք ապահովելու համար։
QR կոդերը դարձել են առօրյա կյանքի անբաժանելի մասը, սակայն դրանց օգտագործման աճին զուգահեռ նկատվել են նաև խաբեության դեպքեր։ Մասնագետների խոսքով կեղծ QR կոդերի միջոցով օգտատերերին հաճախ ուղղորդում են կեղծ կայքեր, որտեղ վերջիններս մուտքագրում են անձնական կամ բանկային տվյալներ, ապա առաջարկում են ներբեռնել որևէ ծրագիր։ Փորձագետները հորդորում են չսկանավորել անհայտ ծագման QR կոդեր եւ նախապես ստուգել դրանց աղբյուրը խուսափելու հնարավոր վնասներից։ Հիմնական մեխանիզմը հետևյալն է, իրական QR կոդը դա լինի ինչ-որ մի հայտարարություն, սրճարանում ինչ-որ մի Wi-Fi կոդ եւ այլն, այսինքն իրական QR կոդի վրա տեղադրվում է, սոսնձվում է կեղծը կամ գայթակղիչ ինչ-որ մի հայտարարություն է տեղադրվում կեղծ QR կոդով, որպեսզի մարդիկ վստահելով սկանան են եւ ընկնեն թակարդ։ Մերձավոր արևելքում շարունակվող էսկալացիան սկսել է ազդել նաև գլոբալ թվային ենթակառուցվածքների վրա։ Տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի ակտիվության ֆոնին խաթարվել է Ամազոնի տվյալների կենտրոնների աշխատանքը Բահրեյնում։ Ամազոնը հայտնել է էլեկտրամատակարարման խնդիրների եւ ժամանակավորապես հաճախորդների տվյալների այլ տարածաշրջաններ տեղափոխելու մասին։ Օրեր առաջ էլ իրանական ԱԹՍ-ների հարվածներից հետո այլ խնդիրներ են գրանցվել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այնտեղ Ամազոնի 2 կլաստեր մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Իրանը հայտարարել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին։ Հատկանշական է, որ Հայաստանի կառավարությունը երկրում թվայնացման եւ անպային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ Ամազոնի հետ ակտիվ բանակցությունների մեջ է։ Մենք ունենք մի դատա կենտրոն եւ հիմա, ինչպես գիտեք, 500 միլիոն նախատեսում են էլի ուրեմն մեծ դատա կենտրոնի համար։ Միգուցե այդ որոշումը, որ պետք է կայացվի, հաշվի կառնի այն փաստը, որ այստեղ էլ կա այդ դատա կենտրոնը եւ անպայման չի որևէ այլտեղ պահել։ Սա սկզբունքային, այսինքն ստրատեգիական որոշում է, որը պետք է կառավարությունը կայացնի։ Հեզբոլլահը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Իսրայելի արևմտյան Գալիլեայի բնակավայրերը։ Ըստ Ալ-Հադաֆ հեռուստաալիքի իսլամական դիմադրության ջոկատները Լիբանանի տարածքից ավելի քան 30 հրթիռ են արձակել Ակո, Նագարիա, Հայֆա քաղաքների եւ դրանց հարակից հրեական բնակավայրերի ուղղությամբ։ Հեռուստաալիքի տեղեկություններով դրանց մեծ մասը խոցել է իսրայելական երկաթե գմբեթ հակաօդային պաշտպանության համակարգը։ Փետրվարի 28-ից ի վեր ըստ Անադոլի տվյալների Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ին եւ դաշնակիցներին պատկանող առնվազն 12 ռադիոլոկացիոն եւ կապի համակարգերի, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 3 միլիարդ դոլարը։ Քուվեյթում եւ Իրաքում եւս գրանցվել են հարձակումներ, այդ թվում Բաղդադի ԱՄՆ դեսպանատան տարածքում եւ Քուվեյթի օդանավակայանում գտնվող ռադիոլոկացիոն համակարգերի վրա, ավելի քան 2 միլիոն դոլար արժեքով։ Թեհրանը հաստատել է, որ միջնորդների միջոցով ստացել եւ քննարկում է ԱՄՆ-ի առաջարկները, որոնք կարող են հիմք դառնալ բանակցությունների համար։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը լրջորեն տրամադրված է բանակցություններին եւ կողմերը ցանկանում են հասնել համաձայնության, նշելով նաեւ վերջին օրերի կառուցողական շփումները։ Միաժամանակ Իրանի պաշտոնական ներկայացուցիչները հերքում են ուղիղ բանակցությունների փաստը, ընդգծելով կապը պահպանվում է միայն միջնորդների միջոցով։ Թեհրանը բարեկամական երկրների միջոցով ուղերձներ է ստացել պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի հարցման մասին։ Իրանում ձերբակալվել է ավելի քան 30 մարդ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ կապերի կասկածանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Իրանի իշխանությունների տվյալներով ձերբակալությունները տեղի են ունեցել տարբեր նահանգներում, այդ թվում Համադանում, Դորեստանում, Քերմանում եւ Սեմնանում, որտեղ անձինք մեղադրվում են ռազմական օբյեկտների մասին տվյալներ փոխանցելու, հետախուզական գործունեության եւ զենք տեղափոխելու մեջ։ Իրանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետևանքով 318 բուժ հաստատություն է վնասվել։ Վնասված բուժ հաստատություններից 49 շտապօգնության կայաններ են, 186-ը առաջին օգնության կետեր, 40-ը հիվանդանոցային համալիրներ, հայտնել է շտաբ բժշկական օգնության կազմակերպության ղեկավար Ջաֆար Միաթֆարը։ Նա նշել է, որ վնասված 40 հիվանդանոցներից 12-ը այս պահին ամբողջությամբ դուրս են բերվել շահագործումից։ ԿՊԱ-ական Վլադիմիր Վարդանյանը հավակնում է պատգամավորական մանդատը փոխարինել սահմանադրական դատավորի պաշտոնով Բաղրամյան 19-ից իջնել նույն պողոտայի 10-րդ հասցե։ Նա հանրապետության նախագահի թեկնածուն է սահմանադրական դատարանի կազմը համալրելու համար։ Հենց այս մասին հարց ընդդիմությունից ինչ սկզբունքով է Վահագն Խաչատուրյանի ընտրությունը կանգ առել ԿՊԱ-ական պատգամավորի վրա։ Եթե ես չեմ սխալվում, Արմեն Սարգսյանի ժամանակ ինչ-որ մի մրցութային ձևաչափ էր ընտրված։ Հիմա կա այդպիսի բան, չկա։ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման
լիազորությունը նախագահի սահմանադրական լիազորություններից է, որի համար որպես այդպիսին սահմանված ընթացակարգ ընտրության, տեխնացուի ընտրության սահմանված չէ։ Համապատասխան տեխնացություններ ներկայացվել են նախագահին մի քանի։ Ես գիտեմ, որ նախագահը հանդիպումներ է ունեցել տարբեր տեխնացուների հետ, եւ պարոն Վարդանյանի տեխնացության ընտրությունը մանրամասներին չգիտեմ։ Ըստ նախագահ Խաչատուրյանի սահմանադրական դատավորի տեխնացու Վարդանյանը Բարձր Ատյանի պատմուճանը հագնելու համար դադարել է անդամակցել իշխող կուսակցությանը։ Սա օրենքի պահանջն է։ Սակայն նրա падգամավորական լիազորությունները դեռ չի կասեցրել խորհրդարանի նախագահը։ Վարդանյանը մանդատը վայր դնելու դիմումն ամսի 19-ին է գրել։ Դեռ 2 օր կա փոշմանի կամ էլ խորհրդարանի ընտրությանը չարժանանա, գործունեությունն ավարտող օրենսդիրում կմնա։ Քաղաքական թիվ 1 ամբիոնի մոտ առաջին անգամ չէ, բայց ասում է կունենա ոչ ստանդարտ ելույթ։ Միայն հիմա մինչև 30 րոպե այստեղից խոսելու իրավունք ունի։ Սահմանադրական դատարանը չի կարող գոյություն ունենալ վակուումի մեջ։ Չի կարող սահմանադրական դատարանը իրականացնել արդարադատություն կտրված պետությունից։ Չի կարող սահմանադրական դատարանը վեր լինել պետությունից։ Սահմանադրական դատարանը պետության պրոդուկտ է եւ պետք է գործի պետության շրջանակներում։ Խորհրդարանից քաղաքական գործիչը գնում է դատական համակարգ, այն էլ ամենաբարձր ատյան տեխնացու Վարդանյանը եւս այստեղ ռիսկեր է տեսնում։ Դրանք փառատուն նշելով, որ ազգային ժողովի падգամավորը թե սահմանադրական դատարանի դատավորը իրենց պաշտոնը ստանձնում են երթումով, իսկ համապատասխան տեքստերի պահանջը գրեթե նույնական է առաջնորդվել մայր օրենքով։ Մենք ցավոք թերագնահատում ենք շատ դեպքերում երթման ինստիտուտը վերաբերելով այն որպես ինչ-որ փոքրիկ ժեստի։ Իրականում երթում ունի խորքային իրավական նշանակություն։ Ընդդիմադիրներին, սակայն Վարդանյանի փիլիսոփայությունը չի բավարարում։ Պատիվ ունեմ խմբակցությունից դեռևս իշխանական падգամավորի լիազորություններով սահմանադրական դատավորի տեխնացու Վարդանյանին պատմական էքսկուրսի են հրավիրում։ Դուք քննադատել եք սահմանադրական դատարանի այն դատավորին, որի դեմ ամբողջ իշխանությունը պայքարում էր։ Խոսքը Հրայր Թովմասյանի մասին է։ Եվ ձեր քննադատության հիմնական շեշտադրումն այն էր, որ Հրայր Թովմասյանը հանրապետական կուսակցության անդամ է եղել, հետո դարձել է սահմանադրական դատարանի դատավոր, հետո նախագահ եւ նա չի կարող ուղղակի լինել անաչառ դատավոր։ Հարցը անսպասելի չէր։ Գիտեք, ես Հրայր Թովմասյանի հետ կապված հիմնական խնդիրը ոչ նրա մեջ էր, որ վերջինս խորհրդարանից տեղափոխում է սահմանադրական դատարան, որքան նրա մեջ է, որ լինելով սահմանադրության նոր տեքստի ջատագով իր կողմից կերտված սահմանադրություն թողնում է մի կողմ եւ ընտրում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ։ Այստեղ էլ ընդդիմադիրները հակափաստարկ ունեն, հիշեցնում են առայժմ գործող սահմանադրությամբ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, մինչև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ 2025-ին Հայաստանում շինարարության աճը ԵԱՏՄ երկրներում եղել է ամենաբարձրերից մեկը, մոտ 21.5%։ 2026-ի հունվարին շինարարության ծավալը մոտ 18.7% աճ է գրանցել։ Այսինքն ոլորտը շարունակում է արագ տեմպերով առաջ գնալ։ Սրան նպաստել ու նպաստում են պետական պատվերները՝ ասֆալտ, մանկապարտեզ, մայթեզր, շարքը կարելի է շատ երկար թվել, բայց վիճակագրական նշված տվյալներում իր մասնաբաժինն ունի նաև բնակարանաշինությունը, այսինքն այս ոլորտը դեռ մնում է գրավիչ ներդրողների համար։ Անշարժ գույքի շուկայի գների վերաբերյալ մենք տարբեր ազդակներ ենք ստանում։ Ըստ էության ազդակների մեծ մասը վերաբերում է նրան, որ վերջին շաբաթների ընթացքում հակառակը որոշակի ակտիվացման նկատվել է շուկայում, այսինքն գործարքների իրականացում մարդիկ հետաքրքրված են ինչ-որ բաներ են առնում։ Սա միգուցե կապված է Իրանում զարգացումների հետ, բայց չի ուզի տենց միանշանակ լինել, որովհետև ազդակները հələ որ անեկդոտալ են, այսինքն թվային արտացոլումը դրանց չենք տեսել։ Ամերիկա-Իսրայելը-իրանական պատերազմի առաջին իսկ օրերին եղան կանխատեսումներ, որ Հայաստանում դրա հետևանքով կդիտվի էական գնաճ, անշարժ գույքի շուկայում, այսինքն էականորեն կաճի վարձով տրվող եւ վաճառվող բնակարանների գները։ Անցել է 3 շաբաթ, բայց այդ կանխատեսումները չեն իրականացել եւ դա բնական է։ Մինչեւ հիմա չի դիտվել Իրանից ներհոսք, այսինքն կան իրանցիներ, որոնք Իրանից տեղափոխվում են Հայաստան, սակայն հիմնականում կարճ ժամանակով երրորդ երկիր անցնելու համար։ Այս գործոնը ավելի երկարաժամկետում ազդեցություն կունենա գնորդների, ավելի շատ ներդրողների տրամադրությունների վրա։ Հիմա գիտենք բավականին տրենդային է Դուբայի անշարժ գույքի շուկան ներդրությունների, եւ շատ
մասնագետներ, գործակալներ տեղափոխվում են այնտեղ եւ ներգրավում են Հայաստանից ներդրողների, ասում են, որ այստեղ ավելի շահավետ, ավելի ապահով է ներդրում կատարել։ Կա ենթադրություն, որ պատերազմի ձգձգման դեպքում հայաստանյան անշարժ գույքի շուկայում կսկսեն ներդրումներ կատարել ոչ միայն Իրանի հայերը եւ իրանցիները, այլև այն մեծահարուստ հայաստանցիները, որոնք նախորդ տարիներին որպես իրենց միջոցների ներդրման անվտանգ եւ կայուն միջոց էին համարում Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների անշարժ գույքի շուկաները։ Երկար ժամանակ մարդկանց մոտ խոսույթ կար չէ Հայաստանում, որ ասում են շուկան տրաքելու է, գները իջնելու են եւ այլն, եւ իրականում եղավ որոշակի ճշգրտում շուկայում եւ շատ մարդիկ կային, որոնք որ սպասում էին գնում կատարելուն եւ այդ գործոններ քաղաքական եւ դերական սպասումներն էլ մեկտեղ եկան արդեն սկսեցին գործակների քանակը եւ ծավալը մեծանալ։ Հայաստանյան անշարժ գույքի շուկայի վրա դրական առումով ազդում է նաև Արցախից բռնի տեղահանված հայերին հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Պահանջարկի աճի ֆոնին բնակարանների գները սկսել են աճել։ Հենց այդ վաուչերները սկսեցին աշխատել, այն միջինից էժան սեգմենտը բավականին գները բարձրացան, օրինակ նույն մասիվներում, ավաններում են $70,000, $80,000 արժողությամբ բնակարանները բավականին իրենց գները բարձրացավ եւ պահանջարկ կան մարզերի գնային ինդեքսներն ու գործակների քանակը մենք տեսնում ենք, որ ավելի արագ աճում կան Երևանում, որը շատ դրական է։ Ներդրողի տեսանկյունից այս ամենն իհարկե լավ է եւ դա բնական է, անշարժ գույքի ոլորտը շարունակում է ընկալվել որպես շահութաբեր ոլորտ, բայց հարց է թե ինչ ազդեցություն ունի դրա արժևորումը բնակչության ոչ այնքան ապահով խավի համար, որն օրինակ լուծում է բարձրակալած բնակարանի բարձրացող վճարը հայթայթելու խնդիրը։ Մարտի 24-ին Նիսան Տիդան Երևան Գյումրի M1 ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց հայտնվել դաշտում։ Մեքենայում հրդեհ է բռնկվել, ավտովթար հրդեհի հետևանքով էլ 2 հոգի տեղափոխվել են աշտարակ բժշկական կենտրոն։ Փրկարարծառայության աշտարակի շրջփրկարարական ջոկատի հրշեջներն են մարել մեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Մինչ դեպքի վայրկը ժամանեի ներքին գործերի նախարարության փրկարարծառայության աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները։ Մարտի 23-ին շղթայական վթար է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Հերացու թունելից Խանջյան թունել տանող ճանապարհին բախվել են 31-ամյա Սերգեյի Volkswagen-ը, 36-ամյա Դավիթի BYD-ն, 39-ամյա Հովսեփի Lexus-ը եւ 58-ամյա Արթուրի Nissan-ը։ Նախնական տեղեկություններով Nissan-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մեքենաներին։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Ի դեպ Nissan-ի վարորդը եղել է ոչ սթափ, խմացության ամենաբարձր աստիճանի, ինչի համար 1 տարով զրկվել է մեքենա վարելու իրավունքից։ Թարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Մարտի 23-ին Լճաշեն բնակավայրի վարչական տարածքում բախվել են Toyota-ն եւ Opel-ը։ Վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ կիսակողաշրջված հայտնվել փոսում։ 3 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Սևան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի բարեկները։ Բժիշկները վիրավորների միջև հիվանդանոց տեղափոխել են տեղում առաջին բուժօգնություն Եվ արդեն մի քանի օր է վաղաշաբաթ խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրի խորհրդանիշ համարվող 30-ից ավելի արագիլի բներ հայտնվել են վտանգի տակ։ Ճանապարհների նորոգման ընթացքում նախատեսվում է մոտ 1 մետր հեռացնել 30-ից ավելի բետոն էլեկտրասյուն։ Բնակիչները մտահոգված են, թե ինչպես են անելու այդ աշխատանքները, որպեսզի արագիլների բները չվնասվեն։ Քաղաքացիները բարեխիղճ վերաբերմունք են ակնկալում։ Այս գյուղը նաև հայտնի է Թուրքից անընդհատ զբոսաշրջիկներ են գալիս հատուկ նաև հենց արագիլներին տեսնելու համար։ Ու հիմա եթե այդ բետոնե հենասյուները ոնց են տեղափոխելու, որպեսզի չվնասեն արագիլների բներին։